Սուրբ Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը 1 Ուղերձ և ողջույն Հակոբոսը Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան Սփյուռքում եղող 12 ցեղերիդ ողջույն Հավատ և իմաստություն Եղբայրներ, ամենայն ուրախության արժանի համարեցեք, երբ տեսակ փորձությունների մեջ ընկնեք, իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անթերի և կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք։ Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։ Միայն թե նա հավատով թող խնդրի և թող չերկմտի, որովհետև ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ Աղքատություն և հարստություն Աղքատ եղբայրը թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստությունը պիտի անցնի ինչպես խոտածաղիկը, որովհետև արևը ծագեց խորշակով հանդերձ և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ և նրա վայելուչ տեսքը կորավ, նույնպես և հարուստը պիտի թառամի իր շահերով հանդերձ։ Երանելի այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Փորձ և փորձություն Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. Աստծուց եմ փորձվում, քանի որ Աստված չարից չի փորձվում, և ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է հրապուրելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը հասունանալով մահ է ծնում։ Իմ սիրելի եղբայրներ, մի խաբվեք, քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր։ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։ Աստծու խոսքը լսողներ և կատարողներ։ Իմ սիրելի եղբայրներ, իմացեք այս բանը, թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր խոսելու մեջ և ծանր բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում։ Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։ Խոսքը կատարողներ եղեք, և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը։ Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը։ Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է, այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի։ Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը։ Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից։